Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում են վերաթարմացնել ու խորացնել պաշտպանական ոլորտում հարաբերությունները։ Վիգեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն սկսվեց հենց պաշտպանության նախարարությունից։ Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների պատվիրակությունները հանդիպեցին բանակցությունների սեղանի մոտ։ Մի կողմում Վիգեն Սարգսյանը Հայաստանի պատվիրակության հետ, մյուս կողմում Հուսեյն Դեղղան իրանական պատվիրակության հետ։ Հուսով եմ բանակցությունները բարեհաջող կանցնեն։ Որպես հարևան ժողով պետք է ունենանք երկուսան շատ բաց եւ բարբերական ձևաչափ։ Պատվիրակությունները բանակցությունները շարունակեցին արդեն փակ դռների հետևում։ Մոտ 1 ժամ անց լրագրողներին նախարարները հայտնեցին բանակցություններն անցել են բարեհաջող։ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ձեռք է բերել ոչ միայն գործընկեր, այլև նոր ընկեր, որին արդեն հրավիրել է Հայաստան։ Բանակցությունները ընթացան երկու ուղղությամբ՝ տարածաշրջանային անվտանգության ու երկու երկրների ռազմական գործակցության։ Նախարարները պայմանավորվել են ավելի հաճախ հանդիպել։ Փոխգործակցության բարբերական ծրագրերի մեխանիզմի ներդրումն է մեր հարաբերություններում եւ բարբերական ռազմաքաղաքական երկխոսության եւ խորհրդատվությունների մեխանիզմի ներդրումը։ Իրանի պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարը երկկողմ հարաբերություններում կարևորեց պատմական առնչությունները։ Նա հայտարարեց, որ գործակցությունը զարգացնելու հնարավորություն կա բոլոր ուղղություններով։ Մենք պայմանավորվել ենք պայմանագրային հիմքի վրա դնել մեր գործակցությունը։ Այժմ մեր պատվիրակությունը պատրաստում է փաստաթուղթը, որը նախատեսվում է ստորագրել Հայաստանում իմ այցի ժամանակ։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրներ։ Վիգեն Սարգսյանը կարևոր է համարել, որ տարածաշրջանում չստեղծվեն նոր թեժ օջախներ։ Շնորհակալություն հայտնեցի իրանական կողմին Հայաստանի համար կարևորագույն մարտահրավեր հանդիսացող Ղարաբաղյան հակամարտության խնդրում հետևողական եւ հավասարակշռված մոտեցման համար, որի առանցքում դրված է լարվածության նոր օջախների չստեղծման մոտեցումը։ Հայաստանի եւ Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 92 թվականին, հատկապես ռազմական ոլորտում սերտ գործակցությունը սկսվեց 2000-ականներին։ Հարաբերությունները թարմացվեցին 2009-ին, երբ պայմանավորվածություն ձեռք բերվեց թիկունքի ապահովման, հումանիտար ականազերծման, ռազմական բժշկության ու առևտրաարդյունաբերական ոլորտում գործակցության վերաբերյալ։ Զորապարյան Նարեկ Գալստյան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Թեհրան, ժամլրատվական։